Խոստորագրությունը ստեղ պարտադիր էր։ Պատրաստ եմ։ Գիտես, Մարկի սպանության գործով մի բան կա, որ ինձ շատ անհանգ ստացվում է։ Ինչ-որ բան կա, որ ես չգիտեմ։ Մեղադրող կողմի վկան պետք է դատարանում վկայություն տար։ Մեքենայի տակ է ընկել ու մահացել, իսկ մեղադրող կողմը իրեն վկայությունը շատ էր կարևորում։ Չեմ հասկանում ինչի է այդպես վատ բան եղել։ Ես էլ չեմ հասկանում։ Ալբերտ, մտածում ես այդտեղ են պատահական չի մահացել։ Չգիտեմ, ինձ համար պատահական չի։ Ինձ համար կարևոր է Մարկին սպանողին գտնելն։ Ինձ համար վարկածներ չկան, մամլունքներ չկան այս գործում։ Ամենայն դեպս մարդասպանը ուզում է լինի, ինձ համար կարևոր չի։ Կարևոր այն է, որ պիտի պատասխան տա։ Կարող է դու մտածում ես Արամը չի սպանել Մարկին։ Դատարանը դեռ որպես մեղադրյալ այդ Արամին չի ճանաչել։ Իսկ եթե չի ճանաչել, ուրեմն հնարավոր է, որ ինքը չի։ Մինչև դատարանը Արամին մեղավոր չճանաչի, ես ոչ մի բանի մեջ վստահ չեմ կարող լինել։ Համաձայն եմ։ Լիովին համաձայն եմ քո հետ Ալբերտ։ Շատ ճիշտ ես մտածում։ Ինչ-որ մի մութ բան կա, ես համոզված եմ։ Ճիշտ ես։ Մեղավորին պետք է գտնել ու պատժել։ Մարդ, աղբեր ես, իմ պատճառով է դու էլ գիտեիր ինչ կեղտոտ խաղի մեջ ես մտնում, բայց արեցիր, քո նվիրվածություն ինձ կյանքով ապացուցեցիր, պետք չէր ինձ այդ ապացույցը աղբեր ես պետք չէր, թող ես տեղ մնայի, բայց իմանայի, որ կաս իմ հետ ես, ես ինչ է կատարվում, ինձ վնասելու համար քանի հոգի պիտի կյանքով պատասխան տա, սկզբում Մարկը, հիմա Արտուրը, ով է հաջորդը, ես ինչ պատմություն է։ Ոնց ես ես։
Իմացար ինչ ա եղել։ Այդ սիրացիդ վերջին հույսը, այդ բոմժիտ մանկական ընկերը Արտուրը, հիմարի նման ընկել է մեքենայի տակ։ Հա, գիտեմ։ Շատ լավ է։ Ու հայրդ էլ է սկսել կասկածել, գիտես որ Արամն է սպանել Մարկին։ Շատ հետաքրքիր է։ Ինչի է սկսել մարդասպանի վրա կասկածել։ Ես չեմ հասկանում, դու ինչ ես խոսում Արմեն։ Մի խոսքով, ձեր ընտանիքում մենակ դու ես, որ համակրում ես այդ բոմժին։ Երևի շատ ես լացել հորդ մոտ։ Այնքան ես լացը կոծը դրել, որ այդ խեշ մարդը կասկածում է, թե իր տղոնով է սպանել։ Վերջացրու Արնո։ Շատ լավ ես համոզել հորդ։ Բրավո Արփի։ Ես քո դերասանական հնարավորությունների վրա չէի կասկածում։ Հայրս արդարություն է սիրում։ Ու մինչև լուրջ փաստեր չունենա, ոչ ոքի չի մեղադրի։ Պաստորեն դուք մտածում եք, որ այդքան փաստերը համոզիչ չեն։ Արնո, ես չեմ ուզում այս թեման քննարկեմ։ Խնդրում եմ ինձ հանգիստ թող։ Ամբողջ ընտանիքով դարել եք իրավաբան։ Վատ մասնագիտություն չի։ Նստի, ոնց ես։ Չգիտեմ։ Ինձ թվում է անհնար է այս պայմաններում լավ լինել։ Արտուրի մահը մտքիցս դուրս չի գալիս, գիտես։ Արփի, Արտուրի մահը պատահականություն չի։ Դու այսքանից հետո էլի շարունակելու ես Արամին մեղադրել։ Արտուրի մահը ինչ կապ ունի Արամի հետ։ Արփի, եթե իմ աղբոր մահվան մեջ չէլ Արամը մեղադրվեր, ես էլ կհավատայի, որ Արամն է, բայց դու ցավից կուրացել ես։ Դու հավատում ես այն փաստերին, որոնք քեզ մատուցվում են։ Իսկ այն մարդիկ, ովքեր ճանաչում են Արամին, իրանք հավատում են, որ Արամը տենց բան չէր կարող անել։ Արփի, կներես, բայց եթե սպանվածը Մարկը չլիներ, դու էլ չէիր հավատա, որ Արամն է։ Եթե փաստերին ես նայում, ինչ ես անտեսում մյուս փաստերը։ Ինձ կարաս բացատրես այսքանից հետո էլ ինչ փաստեր Աննա։ Արփի, այն փաստը, որ Արամի մեքենան Մարկը նստել է այն ժամանակ, երբ դուք միասին եք եղել, որ Արտուրը պետքա Սոնայի դեմ վկայություն տար, ու բոլորը գիտեին, որ Արտուրը ինչ-որ բան գիտի Սոնայի մասին։ Արփի, Արամի պաշտպանության ամբողջ հույսը հիմնված էր Արտուրի վկայությունների վրա։ Ու դատի օրը Արտուրը շատ պատահական ընկնում է մեքենայի տակ։ Այդ քո համար տարօրինակ չի, Արփի։ Ինձ թվում է դու չափազանցնում ես։ Ու կարիք չկա մեկը մյուսին իրար խառնել։ Արփի, ես ոչ մի բան չեմ խառնում։ Արտուրը շատ լուրջ փաստեր ուներ Սոնայի դեմ, ու Սոնան հաստատ ինչ-որ մի բան թաքցնում է։ Այս ամեն ինչը քեզ տարօրինակ չի թվում, ինչ-որ բան չի ասում քեզ։ Արփի, խնդրում եմ, ուշքի արի, ու մի քիչ սթափ մտածի։ Չէ, ես վախենում եմ Արամին նորից հավատալ, հասկանում ես։ Ախր ես էլի կհիասթափվեմ։ Արփի, տեսնում ես, որ դու էլի մենակ քո մասին ես մտածում։ Արամի մասին չես մտածում։ Արփի, ես երբեք չեմ կասկածել, որ դա Արամն է եղել։ Ու հիմա հավատում եմ, որ սա կեղտոտ խաղ Արամի դեմ։
Արփեիս կեղտոտ խաղի զոհը Արտուրն ա եղել։ Ու չի բացառվում նաև Մարկը։ Սոսմանն էլ չեմ ուզում լսեմ, ոչ մի բան չեմ ուզում լսեմ։ Արամ, ինչ ես քնան տրամադիր։ Դատից հետո հույսդ կտրել ես, հա? Հարցը հույսը չի։ Ամեն ես այդքան իմ մասին չեմ մտածում։ Դիպլոմից փողից եմ վերցրել, բայց կաշխատեմ անպայման տեղը կդնեմ։ Ոչ մեկ չի իմանա։ Պապատ նեղված, հա? Հա, նեղված է, բայց այս այն թեման չի, որից ինչ-որ մեկին լսեմ կամ ինչ-որ բան բացատրեմ։ Գիտես հերս իմ համար ով է, ու գիտես, որ իր խոսքի իմ համար ամեն ինչ է, բայց ոչ այս դեպքում։ Չէ, դու գժված ես հաստատ։ Ապա ես քեզ մի տարեկանից ճանաչում եմ, ու դեմքից տերևն է, որ դու էլ կուզեիր մի երկու բան այդ աղջկա հետ կապված ասել, որ իմ համար չի, բայց չես ասում, Որովհետև ես էլ մի բանից եմ վախենում, որ դրանք քեզ էլ ինձ էլ կառնեն, արա։ Մեր ամբողջ թաղամասն էլ հետ է կառնեն, դրանց հետ գործ բռնելը մի քիչ արդեն շատ ես խոսում, կամ թարգի, կամ էլ հետս մի արի։ Դրա հերեն Ալբերտ Անանյանը, չի։ Հա։ Ընկերն էլ Ֆելիքս Ավագյանը, որ ժամանակին դեպուտատ էր, քաղաքի կեսի շատ օբյեկտներն էլ իյանն է։ Չեմ ճանաչում։ Տղեն էլ են Առնոնա, չէ, որ Առնո։ Հա, հիշեցիր։ Չէ։ Ասում ես Առնո։ Հա, Արփի հոր մոտիկն է։ Քաղաքի կեսի շատն էլ իյանցն է։ Արդ ախորպես գնել, ես մենակ ես կգնամ կառնեմ։ Սպասի, ես էլ եմ գալի։ Ինչ եք ուզում, երեխեք ջան։ Ինչ արժեքի եք ուզում։ Չգիտեմ, ուղղակի որը ընտրեմ։ Սրա վերջնական գինը ինչ կա, հա? 70,000 բալես։ Բայց իմ մոտ ավելացել այդքան շատ քիչ է։ Ընդամենը 70։ Մի քիչ է հելնայի։ Չէ, չկա։ Չկա։ Էլա պետք է Մերսի շատ։ Լավ չի։ Հա, շատ լավ է։ Դեսպաս եկան եմ միացի հնդուպի մեջ։ Ուրախությունով։ Մերսի շատ։ Առողջ։ Քիչ է, բայց տվեցին։ Մերսի շատ։ Աջակցություն։ Գնամ տուն պատրաստվեմ ու սպասեմ։ Սաղիկի փողն էլ ծախսեցիր։ Հա, ոչինչ։ Ես մատանին էի հենց ուզում։ Ես վերցրա։ Չէ, ախպեր, պետք չի։ Ոնց պետք չի։ Դե այնքան մոտիկ մարդ չեմ քեզ, որ չես վեկա, փողը։ Չէ, հարցը դրանում չի։ Արամ վերցրես։ Ֆարտկով է, ֆարտկով։ Արի։ Ո՞մ մասին ես մտածում։ Ընկերոջս, ով հանուն ինձ զոհեց իր կյանքը, հորս, ու տանջանքով բացի փողավաստակում, իսկ ես ինչ եմ անում, քնում, զարթնում, լավ եմ չէ ապրում, ես ինչ պատասխան եմ տալ հորս ու աղբորս։ Ես եմ լատրած, բայց իրանք են վառապում։ Իրանք են պատասխան տալիս ես ամեն ինչի համար։
Արամ այցել ունես դուրս արի։ Ինչ այցել։ Ասի դուրս արի։ Ինչ եմ ստեղ։ Այստեղ մարդ կա։ Բախտը բերել է։ Եկա տեսնեմ ոնց ես։ Ոնց որ լավ հարմարվել ես տեղ։ Ես էլ մտածեցի գամ քեզ տեսնեմ, ոնց ես։ Այստեղից։ Չէ։ Եկել եմ քեզ խորհուրդ տամ։ Որ ուրիշի ունեցվածքի վրա աշկ դնելը շատ սխալ բան է, ճիշտ չի։ Գնաց տեղից, արա։ Ես։ Չեղավ, արամ։ Շատ անհյուրընկալն ես։ Ես քո մոտ գալու համար գիտես ինչքան երկար ճանապարհ եմ գտրել։ Եկել եմ տեսնեմ ոնց ես։ Քթերից էդ բերելու եմ արասներդ հատ-հատ, պատասխան ես տալու բոլոր արասներիդ համար, թե գիտեր մարսելու ես, են ինչը Առնոյինն է, մենակ Առնոյինն է, եթե չեմ սխալում, ձեր տանը քեզնից մեծ երկու տղամարդ կա, հերդ ու աղբերդ, ինչ էր անունը Վարդան ու Արմո։ Իրանք քեզ չեն սովորացրել դեռ մանկուց, որ ուրիշի ունեցվածքի վրա, ուրիշի կնոջ վրա չի կարելի աչք դնել։ Փակի բեր անտարա։ Փակի դե ես կփակեմ, արա։ Պատկերացումս չի ներում։ Ու ոնց ես պատրաստում այդ անես։ Որ առիթից օգնվում ես որ ստեղ եք։ Բացարձակ։ Բացարձակ։ Եթե բախտդ հանկարծ բերի ու մենք դրսում էլ հանդիպենք, ես քեզ մեկը նույն բաներն եմ ասել։ Դու ու Արփինն ինձ գծի վրայով եք թռել, որից հետո չեն ապրում։ Թե մտածում էիք Առնոն այնքան կորած մարդ է, որ ինչ ուզեք կարող անեք։ Չի լինում տես բան։ Երբեք։ Միշտ ես եմ որոշել, թե ով ինչ անի ու երբ։ Ոնց որ ձեր դերերը խառնել էիք։ Ճիշտ է նա, ինչ որ ես եմ ուզում։ Ու այդ օրենքա բոլորի համար։ Գիտես փող ունես ինչ ուզես կարաս անես։ Հա։ Ու միջև հիմա ոնց որ լավ էլ ստացվում է։ Նայ աչքերիս մեջ։ Լավ նայ աչքերիս մեջ, որովհետև ամեն անգամ աչքերիս մեջ նայելուց Արփին ես տեսնելու։ Ու գիտես ինչի, որովհետև ինքը այնտեղ է ապրում։ Արփին իմ համար ամեն ինչ է։ Ես 4 կողմս նայելուց մենակ Արփին եմ տեսնում։ Ամբողջ աշխարհն է իմ համար Արփի։ Ես Արփիից ենկոմ աշխարհ չունեմ։ Ու դու ուզում ես ինձանից իմ աշխարհը խլել։ Քեզնից ոչ մի բան չեմ խլել։ Այդ դու ես ամեն ինչ արել, որ ինձից խլեց, այն ինչ իմն է։ Ես ավելի լավ եմ ձեռքերով վերացնեմ այն, ինչը որ կարող է քեզ պարտվեմ։ Ես իմ ձեռներով կթաղեմ։
Ու եթե ես ուզենամ ճիշտ իմանամ, քեզ երբեք չեմ հարցնի։ Դու ամեն միջոցի գնացել ես Արփին հասնելու համար։ Ամեն տականքություն արել ես։ Ու հիմա եկել ես այդտեղ որ ինձ ցույց տաս, որ ամենակարող ես։ Չի ստացվի։ Ես մի օր ստեղից դուրս եմ գալու։ Ոնց է լինի դուրս եմ գալու։ Ես քեզ այդ հնարավորությունը չեմ տա։ Ու եթե դու մի օր ստեղից էլ դուրս գաս, ես քեզ նենց վիճակում ստեղից կհանեմ, որ դու կլներ ջարդված, որ դու չես ուզի ստեղից դուրս գաս։ Ես քեզ տեղ միջև վերջ կոտրելու եմ։ Ես կվերցնեմ քեզանից այն ամեն ինչը որ ամենաթանկն է քո համար։ Եթե ստեղից մի օր դուրս գաս, քո համար ամենամեծ ցանկությունը կլինի մեռնելը։ Քո ոտքով կուզենաս հետ գաս տեղ, որովհետև այս ճաղերը քո համար արքայություն կթվան, որովհետև քեզ ընդեղ ոչ ոք ու ոչինչ չի սպասելու։ Ես մի անգամ այդ ամեն ինչի միջով արդեն անցել եմ։ Ու էլի նույնն է լինելու, այդ հիշի։ Ես քեզ խոստանում եմ, ես անգամ նենց եմ կոտրելու, որ շարժվելու ցանկությունը կկորի քո մոտից։ Ինչ պետք է անես։ Պետք է մարդ ուղարկես, որ ինձ տեղ սպանեն։ Հա։ Դու այդ կարաս։ Գիտես խի։ Որովհետև դու պայքարի ուրիշ տարբերակ չգիտես։ Եթե քո փողերն ու իշխանությունը չլինեն, դու ոչ մեկ ես։ Քեզնից որ քո փողերը վերցնեն, դու զերո ես, դատարկություն։ Իսկ եթե եկել ես տեղ, որ ինձ վախացնես, ասեմ, որ շատ իզուր, ես քեզնից չեմ վախենում։ Քեզ մի հատ բարի խորհուրդ, որը երկար տարիների ընթացքում քեզ տեղ շատ պետք կգա։ Վախեցի ինձանից։ Տեսակցությունը ավարտվեց։ Ես ինչ ես անում։ Մարդի գործով թղթերն եմ ուզել նայում եմ։ Ինչի համար։ Ես քեզ ասեցի, չէ՞ որ կասկածներ ունեմ։ Ուզում եմ, որպեսզի կասկածներս փարատվեն, ուզում եմ ինքս հասկանալ ինչ է կատարվում։ Այսինքն դու ուզում ես։ Լսիր, ես քննարկելու տրամադրություն չունեմ։ Ուզում եմ ինքս հասկանալ, թող նայեմ, հա։ Նայր։ Ուզում եմ ինքս հասկանալ։ Արնո, ինչ ա եղել, հիմա ինչ ա եղել, Արնո։ Ձենդ կտրի ուզիս։ Արնո, ինչ ա եղել։ Դու այդ երեխուց պիտի ազատվես Արփի։ Ես տենց եմ որոշել։ Ինչ։ Չէ, մի րոպե, Արնո։ Մի րոպե, Արնո, դու ինձ խոստացել էիր, որ իմ երեխան ծնվելու է, Արնո։ Ես էլ հիմա քեզ ասում եմ, որ ես չեմ կարող ապրեմ այդ խայտարակության հետ։ Ես չեմ կարող հանդուրժեմ, որ իմ տան մեջ ապրելու Արամի մասնիկը։ Չփորձվես, Արնո։ Ես իմ երեխուց չեմ ազատվելու, դու ինձ լսում ես։ Ես իմ երեխուց չեմ ազատվելու, Արնո։
Քո երեխոց թե Արամի։ Կարող է շփոթել այս տեղերը։ Չէ, իմ։ Այդ մենակ իմ երեխեն է, լսում ես Առնո։ Դու ոնց որ ուզում ես, որ հերդ իմանա ողջ ճշմարտությունը։ Թող իմանա Առնո, ես ինքս կգնամ իրան ամեն ինչ կպատմեմ, լսում ես։ Հա գետինը կմտնեմ, հորս աչքերի մեջ կնայեմ ու ամեն ինչ կպատմեմ։ Բայց երեխոցս չեմ ազատվելու, դու ինձ հասկացար Առնո։ Ես դու չես էլ ամաչում Արփի արդեն։ Խայտարակությունից խոսապել ես, հիմա այն մտածում ես արդարության մասին։ Լավ։ Ես քո համար ուրիշ տարբերակ ունեմ պատրաստած։ Ես կդիմեմ ուրիշ տարբերակի։ Չես խոսում։ Այ սրանք։ Ես բոլոր էջերը հերթով։ Էս ինչա։ Հերթով։ Էս ինչա Առնո։ Այս թղթերը մորը տարարկների վկայությունն է, թե ոնց այն մորը ողջ առողջ թաղել հոգեբուժարանում։ Կեղծ հիվանդության պատմությամբ տարել փագել հոգեբուժարանում իմ մորը։ Ու ոչ միայն այդ։ Ես ինչ խաղ ես խաղում Առնո։ Հիմա էլ որոշել ես շանտաժ անես, հա։ Չէ, Արփի։ Ես քեզ ընդհանրապես զգուշացնում եմ, որ եթե քո մեծ սիրո ապացույցից չազատվես, ես կդիմեմ ամենածայրահեղ քայլերի։ Խեղճ երեխա։ Մերը դավաճան, հերը մարդասպան։ Դե իհարկե տատնել հայտնի մախինատար։ Շատ հետաքրքիր ճակատագիր է սպասում այդ խեղճ երեխուն։ Շատ ափսոս։ Ու դու նման կյանք ես քո երեխուն պատկերացնում։ Նման ճակատագիր ես երեխուդ պատկերացնում։ Ու հանուն ինչի, որ Արամի երեխուն պահես։ Բայց չես մտածել, բայց այդ երեխան շատ կտանջվի։ Հիմա դու գալիս ես իմ։ Ու մենք բոլորին ասում ենք, որ դա իմ երեխան է։ Բոլորը պետք է իմանան, որ այդ իմ երեխան է, որ մենք երեխա ենք ունենալու։ Դրա համար էլ որոշել ենք միանալ։ Ես հարցեր չեմ ուզում լսեմ։ Անում ենք նենց ոնց որ ես եմ ասում։ Հիմա լսի ինչ ենք անում։ Ու մենակ լսի։ Ես քո ձայնը չեմ ուզում լսեմ։ Գնում ենք ձեր տուն, ու դու ձերոնց բացատրում ես, թե ամեն ինչ ոնց է եղել։ Հասկացար։ Ու հանկարծ, եթե այնց եղավ, որ ինչ որ բան իմ սրտով չեղավ, դու գիտես քո հետ ինչ կանեմ։ Վերջդ կտամ։ Իսկ վերջդ էսա։ Ու քո ինքնասպանության վառ ապացույցն էլ իմ գրպանում է։ Եթե ուզում ես երեխա քննի, ուրեմն կանես այնց ոնց որ ես եմ ուզում, ու ոնց որ ես եմ ասում։ Հասկացար։ Այդ իմ երեխան է։ Մենակ իմ։ Դու ինձ հասկացար Առնո։ Ես քեզ չեմ ների քո դավաճանությունը։ Մենք քանի Հայաստանում ենք, ես չեմ կարող մոռանալ քո դավաճանության մասին։ Ու ամեն անգամ այդ երեխուն տեսնելուց ես անընդհատ հիշելու եմ դրա մասին։ Դու պիտի ազատես այդ երեխուց։ Ոչ ոք չի իմանա, որ դու երբևէ հղի ես եղել Արամից։ Մենք կգնանք այս երկրից, ու ամեն ինչի մասին կմոռանանք ու կսկսենք նորից։ Առնո ինձ լսի։ Խնդրում եմ Առնո, ուզում ես երկրից կգնանք։ Խնդրում եմ Առնո, կանեմ այն ինչ կուզես Առնո, բայց մի ստիպի ինձ իմ երեխուց հրաժարվել, լսում ես Առնո, մի ստիպի։ Դու ոնց որ լուր չես վերաբերում իմ ասածներին։ Ես անելու եմ ինչ որ որոշել եմ։ Եթե քո որոշումը է դա, իմ որոշման մասին արդեն դու տեղյակ ես։ Ես հենց իմ այս թղթերը կտանեմ ու կտամ համապատասխան մարմիններին։ Ու մեր սիրելի տատիկը շատ երկար ժամանակ խայտարակությունից չի կարող խոսապի, չի կարող մարդկանց աչքերի մեջ նայի։ Խնդրում եմ Առնո։ Ես քեզ մեքենայի մեջ եմ սպասում։ Իսկ դու ժամանակ կունենաս մտածելու, թե որն է քո համար ճիշտը։
Հիմա մենք անհամբեր միայն ձեզանից ենք նորությունները սպասում։ Արտուրն էլ չկա, որ ասի ինչ եղավ, ոնց եղավ։ Դրա համար էլ անձամբ եմ եկել, որ խոսենք, այս անգամ Արտուրի մասին։ Արտուրը բոլորի սրտի մեծ հետ թողեց։ Տեսել ես Արամին, ասել ես Արտուրի համար։ Արամս չի դիմանա։ Արտուրը Արամի համար հարազատ, լավ ընկեր։ Հա, իմացավ։ Արամի մոտ շատ հուսահատ վիճակը։ Բայց վարորդից ինչ կա։ Երեկ գնացել էի ոստիկանություն։ Ինձ չթողեցին տեսնեմ նրան։ Չնայած նրան, որ ես փաստաբան եմ։ Գնացի թույլատվության հետևից։ Մինչև եկա, նրան արդեն բաց էին թողել։ Ոնց բաց էին թողել։ Հա, ինձ համար էլ է շատ տարօրինակ։ Ինչ է ստացվում։ Ստացվում է, որ այս ամեն ինչը շատ լավ պլանավորած գործ է։ Բայց չկա մի բան, որից բռնվեք, բացահայտենք այս գործը։ Իմանանք ով է այս ամեն ինչի հետևում կանգնած։ Ինչ են ուզում Արամին վնաս տան։ Ով են դրանք։ Այդ գաղտնիքը մենակ Արտուրը գիտեր։ Ու այն էլ հետը տարավ։ Դրա համար ամեն ինչ պիտի սկսենք զրոյից։ Բա հիմա ինչի սպասենք։ Ում սպասենք։ Ինչի համար։ Արնո, ինձ լսի, խնդրում եմ, Արնո, ինձ լսի։ Գնում ենք հիվանդանոց։ Արնո, ես տենց բան չեմ անի, Արնո, խնդրում եմ, Արնո։ Ոնց կուզես։ Չէ, Արնո, մի րոպե։ Արնո, ինձ լսի, Արնո, խնդրում եմ։ Ինձ լսի, Արնո։ Շատ արագ փոխեցիր որոշումդ։ Գալիս ես հիվանդանոց։ Արնո, ես էլ ուժ չունեմ։ Ես տենց բան չեմ անելու։ Արզա։ Արնո, խնդրում եմ, Արնո, խնդրում եմ, Արնո, ինձ լսի։ Արփի։